ժամանակի խնդիր էր, ընդ որում շատ սեղմ ժամանակային խզմամբ։ Տիկին Սահակյան, հաշվի առնելով 4 ռազմագերիների վերադարձը, ըստ ձեզ ինչ տրամաբանություն է գործում նրանց ընտրվելու հարցում։ Եթե նայում ենք ժամանակագրության առումով, Վագիվ Խաչատրյանից հետո, եթե չեմ սխալվում, Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվեց, որ էլի կարծեմ ծեր էր, մեծահասակ էր, առողջական խնդիրներ եւ այլն։ Ըստ ձեզ որ տրամաբանությամբ են ընտրվում գերիները եւ դատելով այս տարիների Հայաստանի Հանրապետության իշխանության քաղաքականությունը ակնկալում եք նախաձեռնողականություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը կազմակերպելու համար, ձեզ որ պահին հերթը կհասնի նրանց վերադարձը կազմակերպելու համար եւ երբ օրինակ այս տարի կարող եք ակնկալել հաշվի առնելով այս process-ը։ Ուրեմն, քանի որ մենք արդեն ունենք 210 գերազանցող հայրենադարձումներ եւ հայրենադարձման փուլեր, վերլուծությունը մեզ թույլ է տալիս որոշակի օրինաչափություններ դուրս բերել եւ հասկանալ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը։ Ուրեմն, համար առաջին տրամաբանությունը նրանք հանձնում են քաղաքացիական անձանց եւ այստեղ նշանակություն ունի նաեւ տարիքային գործոնը։ Այսինքն տարեց քաղաքացիական անձը ավելի շուտ է հանձնվում ի համեմատություն երիտասարդ քաղաքացիական անձի, բայց ավելի վաղ տեղի է ունենում քաղաքացիական անձի վերադարձ, քան զինվորականի, որովհետև քաղաքացիական անձը ընդամենը մարտական գործողությունների տիրույթում հայտնված անձ է, որը դիմադրություն եւ չի ցուցաբերում զենք չի գրել, իսկ զինվորականը պայքարել է եւ միգուցե նաեւ վնաս է տվել առանձին մահերի կամ ավերածությունների տեսքով, այսինքն Ադրբեջանի իշխանությունները նաեւ գնահատում են թե տվյալ անձը իր կարգավիճակով ինչպիսի վնասակար գործունեություն է իրականացրել։ Երբ որ հարցը գալիս է զինվորականությանը, ուրեմն նրանք ավելի մեղ մոտեցում ունեն պարտադիր զինծառայողների նկատմամբ, քանի որ օրենքի պարտադրանքով է անձը զենք կրել եւ պայքարել Ադրբեջանի դեմ, պարտադիր զինծառայության մեջ է եղել եւ անհատական որոշման հայեցողություն չի ունեցել, որից հետո կամավորները, որոնք կարող էին չլինել պատերազմում, բայց եղել են, նշանակում է ունեն հայրենասիրության որոշակի մոտեցումներ, պայքարելու հնարավորություններ, ուստի այստեղ ավելի երկար է պետք պահել եւ պատժել, եւ իհարկե սպայական անձնակազմի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, որովհետեւ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ ծառայության հետ, որոնք կազմելու են մեր ապագա բանակի կենսունակության հիմքը։ Դրա համար մենք զինվորականների մասով տեսել ենք, որ օրինակ ավելի ակտիվ հաղթական դրվագների մասնակիցները երկար են պահվել ի համեմատություն նրանց, ովքեր օրինակ զորակոչվել են, նույնիսկ զենքի հետ վարվելու պատշաճ կանոններին չեն տիրապետել, 1-2 ամիս զորակոչվածը հայտնվել է ակտիվ ռազմական գործողությունների ոլորտում, որտեղ չէր կարող մեծ վնասներ պատճառել թշնամուն։ Հատուկ վերաբերմունքի կարող են արժանացնել առանձին գործոններով պայմանավորված, օրինակ, եթե առաջին պատերազմի մասնակից է եւ այդ հաղթանակի հոգեբանությունն ունի, նրանք պատժվում են, օրինակ Լյուդվիգ Մկրտչյանը հենց պատժվում է եւ այսքան տևական ժամանակ գտնվում է ադրբեջանական բանտերում, այն պարզ պատճառով, որ իր տարիքով պայմանավորված ընկալվել է որպես մասնակից եւ հաղթող։ Ինչպես գիտեք, Ալիևին եւ նրա ընտանիքին անձնավորված մեղադրանքներ, վիրավորանքներ, քննադատություն հնչեցնելը եւս դարձնում է թիրախ եւ այս քաղաքացիական անձինք կարող են պատժվել ի համեմատություն մյուս քաղաքացիական անձանց, ովքեր արագ հայրենադարձվում են։ Առողջական վիճակը եւս ֆակտոր է։ Այսինքն եթե որոշում է կայացվել, որ պետք է 5 անձ հայրենադարձվեն, անձի խոցելիությունը ստիպում է, որպիսի ցուցակում ստանա ավելի առաջնահերթ տեղ եւ մենք սա նախկինում էլ շատ հստակ կերպով դիտարկել ենք։ Հիմա ինձ համար բացատրելի է։ Նախ ադրբեջանական կողմը չէր կարող հայրենադարձնել 16-ի դատավարության մասնակիցներին, քանի որ այս process-ում դեռ պետք է լինեն դատավճիռներ,
դեռ պետք է լինի ներքին զարթոնք, հանրային քննարկումներ եւ հասարակությունը շատ բացաբար կարձականքեր, եթե չավարտված եւ չհրապարակված դատական ակտով դատավարության մասնակիցը հիմա հայրենադարձվեր Հայաստանի իշխանությունների։ Սա նաեւ թուլության, զիջողականության ընկալում կարող է ունենալ, ինչը փոխանցելու նպատակ իշխանությունները չեն ունեցել։ Դրա համար ընտրանքը պետք է լիներ 7 դատապարտված անձանցից, որոնցից 2-ը, հիշում եք, գերեվարվել են 23 թվականին, 5-ը դեռևս 20 թվականին։ Ուրեմն մեկ անձ ընտրվել է 23 թվականից եւ եթե մենք համեմատելու լինենք Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը Ռաշիդ Բեգլարյանի հետ, ակնհայտ է, որ Վագիվ Խաչատրյանը ունի հստակ խնդիրներ եւ չմոռանանք, որ նրա գերեվարումն էլ պայմանավորված էր առողջական նպատակներով Հայաստան տեղափոխվելու հետ։ Նաեւ մենք 25 թվականի դեկտեմբերին ստացանք տեղեկություններ, որ նրա առողջական վիճակը սրվել է, հոսպիտալացվել է, ուստի այստեղ ունենք այդ օբյեկտիվ կրիտերիան, որ առողջական խնդիր ունեցող տարեց մեկ անձը 23 թվականից պետք է ներառվեր։ Այս 3-ի մեջ մի քանի գործոն նշանակություններ են, չմոռանանք, որ 2-ը քաղաքացիական անձ են, եւ Վիգենն էլ իր բնույթով իրականում քաղաքացիական անձ է, որքան էլ որ մենք վերագրում ենք, մենք չէ, Ադրբեջանի իշխանությունները վերագրում են վարձկանություն, մենք գիտենք, որ Վիգենը քաղաքացիական անձ է, որը քաղաքացիական նպատակներով էր ճանապարհորդվում Շուշի։ Եվ Ալյոշան եւ Լյուդվիկը զինվորական անձիկ են, նրանք ռազմագերիները եւ նրանք մարտական գործողությունների մասնակիցներ են եղել։ Ուստի ադրբեջանական կողմը ընտրել է 3 քաղաքացիական անձ եւ 23 թվականի 2 քաղաքացիական անձից նրան, ով իր առողջական վիճակի պատճառով առավել խոցելի է։ Ուրեմն 23-ից մենք հանում ենք 4-ին եւ ունենում ենք 19, բայց կարծում եմ, որ թվակազմը հանրությանը ներկայացնելիս պետք է հավելենք նաեւ Կարեն Ավանեսովին, որը Ստեփանակերտից, որը բնակիչ էր, որը բռնի տեղահանության ժամանակ մնաց Արցախում ադրբեջանական վերահսկողության ներքո, բայց գիտեք, նրան լուրջ մեղադրանքներ առաջադրվեցին, դատարան տարվեց եւ այս պահին անազատության մեջ գտնվող անձ է, հայ է եւ կարծում եմ նրա հայրենադարձումը եւս պետք է քննարկման առարկա դառնալ, կարծում եմ նրա խնդիրը եւս